Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսեմ իմ հերթական վլոգս, այսօր սկսում եմ վլոգս մեր տհաճ, բայց շատ գեղեցիկ տեսարանով, եղանակով, տհաճ եղանակին էր վերաբերվում ու իմ հետաքրքիր առօրյայով, ինչպես միշտ ծանոթացնեմ իմ էջի հետ մի թեթև, բոլոր նրանց, ովքեր իմ էջին այդքան ծանոթ չեն, ներկայացնում եմ իմ կյանքը, իմ առօրյան, իմ հետաքրքրությունները, իմ բնավորությունը, ես եմ իմ էջում, ուրիշ ոչ ոք չկա, ես եմ ու իմ փիսոնը, ունեմ ընտանիք, ամուսին, 2 երեխա և փիսիկ, այդպես, թեթև ծանոթանանք, մի ուրիշ անգամ մի հատ լավ վլոգ կնկարահանեմ, կտեղադրեմ իմ նոր հետևորդների համար, քանի որ շատ են հարցնում, թե դուք ձեր մասին մի քիչ պատմեք, նոր եմ ձեզ հետևում, բազմիցս ասել եմ, որ կարող եք իմ վլոգները դիտել և ինչ-որ չափով կարծիք կազմել իմ մասին, բայց դա այդքան էլ բավարար չէ, որովհետև ոչ բոլորն են կարողանում ճիշտ օգտվել ալիքից, ընդհանրապես ալիքներից, այդ իսկ պատճառով որոշել եմ, որ մի անգամ մի վլոգ կտեղադրեմ տեսանյութ, որը կպատմի իմ և իմ ալիքի մասին, իսկ այսօր ավարտենք մայիս ամիսը, մայիս ամսվա վերջին օրերը, ամփոփենք մեր կատարված իրադարձությունները մայիս ամսվա մեջ։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, ինչպե՞ս եք, եկել եմ ուրեմն այսօր ամսի 28-ն է, մայիսի, եկել եմ նորից Դարե Արմենի, շատ սիրելի խանութներից մեկը, այստեղ Մոսկվայում այսպիսի խանութներ չափազանց շատ կան, շատից շատ, որ պահին, որտեղ ինչը հարմարեցնում եմ, մտնում, սա Նեկրասովկայում է գտնվում, ռեկլամ չեմ անում, բացարձակապես իմ օրվա եղելությունն եմ ներկայացնում, որովհետև իրանք ինձ ռեկլամի համար ոչ մի բան չեն վճարում, բայց ցույց եմ տալիս, կանաչ գեղեցիկ շենք է, հիմա բավականին լավ գնումներ եմ արել, գնանք տուն, բոլորը կցուցադրեմ, գների մասին կխոսեմ, կողքը մի քիչ ներքև կանձի ծերսկի կա, այնտեղ շատ ընտիր լիմոննի տորթ են թխում վաճառում, ռեցեպտը չգիտեմ, թե որ ես էլ թխեմ հենց այդ տորթից, լիմոնով տորթ շատ կա, բայց դրանց թխածը շատ համով է, գնամ հեսա մի հատ լիմոննի կառնեմ ու գնամ տուն, այսօր աշխատանքային օր չէ իմ համար, բայց աշխատել եմ սալոնում, հիմա գնում եմ տուն, որոշեցի մի քիչ համեղություններ կնել, նոր գնալ տուն, եթե հիշում եք, ու մի թեթև անձրևը սկսվեց, որոշել էի ոտքով անցնեի, կողքի շենքն է, բայց հիմա մեքենայով ձեզ հետ միասին կգնանք, որոշել էի մի գեղեցիկ շատ օգտակար ու շատ համեղ վլոգ նկարել ձեզ համար, որը հենց այսօր էլ կլինի։ Սիրելիներ ջան, բոլորդ մի անգամ ևս բարևներ, աշխատանքից դուրս եկա այս հայկական խանութը գնումներ արեցի, հիմա գնամ այդ անձրևը սկսվեց, ակնոցներ ստացա շաղաց երևում, ոչինչ, այսքան տեղ էլ ռեմեն մեմեն չեմ գցում, հեսա, ոչ մեկ չի բռնի ինձ տենց, բայց դե թարսա լինում չի ամեն դեպքում, գնանք այդ լիմոնով տորթիկն էլ առնենք ու այսօր ձեր համար շատ հետաքրքիր վլոգ եմ պատրաստել, կգնամ տուն և տանը շարունակությունը ձեզ հետ կկիսվեմ ձեր համար, նաև իմ համար, որպեսզի լավ հիշողություն, հավեսով վլոգ եմ ուզում պատրաստեմ ու շուտվանից եմ խոստացել, որը որ անպայման եմ պատրաստելու։ Եվ իհարկե եկել ենք, սա էլ կողքի շենքն է, Պիկարնյանը Պիսունը, ուզում եմ տեղերն իմանաք, ուղղակի լավ տեղեր են, այսպես, այս էլ մեր Նեկրասովկան է, ռայոնն է Նեկրասովկա արդեն, գնացինք շողով, չնենք, ներս մտանք։ Խոնդուքարապ են արել ստի երկնայեք, ես ինչ ռեմոնտային աշխատանքներ
Ներ, այսպես նկարեմ, որ ավելի սիրեմ։ Ռեմոնտ, կրոգում ռեմոնտ է, թե ես ինչ են անում, սարկած կարկած մայթեր էր, սարկած շինած, թե ինչ են անում, ինչ չեն անում, Աստված գիտենա։ Այնքան եմ սիրում նեկրասովկե ես ջամփեն, որ արդեն հետ ես գնում տուն գործից։ Ուրախանում ես, որ վերջ պրծավ աշխատանքային ժամերդ գնում ես տուն հանգստանաս, բայց այսօր երեկոյան էլի մի հատ զապիս ունեմ, գալու եմ։ Վայելի գեղեցիկ երկինքը կեսը փակ, կեսը բաց, չգիտես, փակավ ամբողջությամբ։ Մի քիչ արև այսօր դուրս եկավ, սենց մի քիչ մեքենայի մեջ նկարահանումներ անեմ։ Էլ ծաղիկներ չեմ նկարից, ես չսանձրացնեմ։ Շատ խելացի վլոգը նկարելու համար ընդհանրապես Պետյորոչկա։ Սիրելիներս, Պետյորոչկան ովքեր որ չգիտեն, Ռուսաստանում դա մթերային խանութ է, որը ունի շատ մեծ քանակությամբ սեծեր, այսինքն սեծևոյ խանութ է, հա։ Շատ մեծ քանակությամբ։ Այդպես շարունակում ենք սուպերմարկետ է համարվում փոքրիկ, բայց համենայն դեպս հիմնական պրոդուկտով է։ Գնացինք գնումներ կատարենք եւ մեկնաբանություններ, քանի որ մեր գեղեցիկ եւ խելացի վլոգը կապված է լինելու մթերքների եւ իրենց ինչպես ասում են օգտակարության մասին, հիմնականում մրգերի եւ բանջարեղենների, որոնք որ կարող են պայքարել խոլեստերինի իջեցման, արյան երկաթային մասը բարձրացնելու եւ նաեւ պրոֆիլակտիկա քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման նպատակով, ինչպիսի բանջարեղեններ եւ մրգեր են շատ խիստ ազդում օրգանիզմի վրա, մաքրում այդ բջիջները, հա, քաղցկեղային բջիջները, որոնք կարող են բազմանալ եւ այդ մթերքների միջոցով կարող են ուղղակի մաքուր պահել մեր օրգանիզմը, որը կլինի որպես պրոֆիլակտիկ ինչ-որ պրոցեդուրա, այդպես կոչված մեր կողմից արված պրոցեդուրա կամ խնամք կամ ուշադրություն մեր օրգանիզմի նկատմամբ։ Անցանք առաջ, մթերքներից ինչ եմ գնում, բանջարեղեններ, մրգեր, ես խառն է դասավորված, այստեղ ամեն ինչ միանգամից չարտահայտվեմ, հիմա վերջում ցույց տամ գնումներս, ինչպես ենք խանութում, այսպես քայլում, ընտրում, գներն եմ ցույց տալիս, կանաչիներն եմ ցույց տալիս, գնանք տուն կշարունակեմ ամբողջ միտքս ամփոփել։ Редис красный հալուր կողմ 4 հատիկը։ Ուրեմն սիրելիներ ջան, խանութից նոր եմ տուն եկել։ Եմ որ ասում եմ ոնց որ չտեսի նման ինչ կար սավ գնեցի գազար, բողկ, երկու տեսակ կանաչի, ռուկոլա եւ շպինատ, վարունգ, պամիդոր երկու տեսակ, սոխ, ապելսին, այստեղ մրգեր, այսպիսի պանիր, սխտոր. Если сах осознанной фирмой реклама линии Global Village называется. Так, լիչի եմ գնել, ուղղակի վաղուց չկար, նոր էր հայտնվել, բանան, կիվի, խնձոր, լիմոն, այստեղ տունից, այս ծևի ձուկ եմ օգտագործում ես կոնսերվիրованный, էլի ավոկադո, մի քիչ կանաչի, ուղղակի շուկայում ավելի թարմ կանաչի կլիներ, ես այդտեղից գնեցի, ուկրոպ, այսինչա սամիտ, մի քիչ կլոբնիկ, սա էլ ցույց կտամ ինչի համար եմ գնել, овсяный хлопья, գրեչսկի յոգուրտ, այստեղից հավի կրծքամիս, այստեղ ուրեմն ինչու եմ ես ամեն անգամ գնում այս կարբոնատը, հա, որովհետև այստեղ ամբողջական միս է, սա աղացած չէ, որ մտածենք թե երշիկի հետ զուգարանի թուղթ է աղած, չգիտեմ սոյա է աղացած, լոբի է աղացած, ինչ ասես բացի մսից։ Մայրիկիս խորհուրդն է դեռ այն ժամանակներից, որ սկսել էին քննադատել արդեն երշիկները։ Այդպես, այստեղ գնել եմ մի շարք բանջարեղեն, էլի սունկ եմ գնել բանջարեղենների տեսականի, սա էլ
նոր էր դուրս եկել, հայկական խանութ եմ մտել, հայ միջայլոցը, հայկականից գնեցի այս թութը, միշտ հարցնում եք թութը ինչն է, ասենք ռուսներն են հարցնում, այդ տուտովնիկ են ասում, թութը ռուսերեն կոչվում է, թութը ռուսերեն ուրեմն թութ, շելկովիցա, չգիտեմ ոնց են ударение դնում, շելկովիցա, по-разному могут быть, я не знаю, նույն լոբիից գնացի, ասեմ, որ այս լոբիի պատճառով եմ գնացել այդ խանութ, հասմիքսել էր հավանել, ասեց մամա, թե կա շատ գնի, 300 ռուբլի կիլոգրամը, պատկերացնում եք, մեր հայկականներից գնել եմ բլղուր, էլի այս նույն ֆիրմայից, արժեքը 240 ռուբլի, բլղուր գրածա, հաջորդը գնել եմ փողինձը հարցնում են շատը ինչա, վրեն ռուսերեն գրածա, ժարեննայա մուկա, պշինիչնայա մուկա, 230 ռուբլի, բավականին էժան են այնտեղ գները, քան թե որ մեր տարածքներում է, սա Գյումրիինն է, Գյումրի ֆուդ, գրածա Չեչևիցան, դա ոսպն է, ոսպ 250, ինչքան ժամանակ են ոսպի ու բանի հետ ինչա չենք գնում են օպտավոյ խանութները, թե այնտեղից առնենք, դվորը 5%, բավականին մեծ սկիզբը արած էր, հայկական գաթա, այս լիմոննիկը մտա այդ տորթը վերցրեցի, հա, այս էլ անցած անգամ են գրանատվին հավանեցի, դեռ ունեին կար վերցրեցի, տորթը վերցրեցի, 450 ռուբլի է այս լիմոնով տորթը, այդտեղ պիծյորճկայից նաև հաց եմ գնել, սոլ ադիգեյսկի, չգիտեմ ինչի արամատը շատ է դուրս գալիս, այստեղ վանիլին, ռազրեխլիցել, փիսոին էլ չենք մոռացել, սախարնի պուդրա, շաքարի փոշի չունեի տանը, դից մեկ-մեկ պետք է գալիս, հաց եմ գնել, ես այս հացից եմ օգտագործում, կալոմենսկի, ռժանոյ խլեբա կոչվում, և տանձ եմ գնել իշո, իսկ այս ամենը դեռ մեկնաբանություն կունենա, այստեղ իհարկե ահռելի չեկեր, մի քանի խանութում էլ դեռ չեկերը չվերցրեցի, հայկականում վճարել եմ ուրեմն 3178 ռուբլի, պիծյորճկայում վճարել եմ ուրես արժեք, որտեղ է թիվը գրած, ես չեմ տեսնում արդեն, հա վերևն է գրած, վճարել եմ, նայեք, սկիդկանաչեք 906 ռուբլի սկիդկա են արել, եթե պիծյորճկայի կարտա ունես, 4942 ռուբլի մուծել եմ, այսինքն օբշի գումարը եղել է 5848 ռուբլի, համարյա 1000 ռուբլի սկիդկա են արել, դա նու պիծյորճկա, մալադեց, այդենց մի քանի տեղ վկուս վիլայում միայն գտա բրոկոլին ամենտեղ վերացած է, բրոկոլին, սա, այս ինչա կոչվում անունը մոռացա, ինչ էր, ծաղկակաղամբը, բրոկոլին ու այս կլուբնիկները, որ տեղական են, թե ինչ են շատ ընտիր են, մի խոսքով, մնացած ամեն ինչը գնել եմ պիծյորճկայից և մյուս հայկական խանութից, հիմա ինչ ենք անում առաջին հերթին, 2 հատ խիղճ ու կրակ ձու եմ խաշել, առավոտ շուտ գնացել գործի, հետ եմ եկել ու չեմ հասցրել նույնիսկ հաց ուտեմ, այտենց թողել գնացել եմ եկել պարմեզան, այս սունկը կպատրաստեմ, մի խոսքով այսօր ահագին բաներ ունենք պատրաստելու, բայց մինչև այդ շատ խելացի թեմա կա խոսալու, որի հետ պետք է, որը ձեզ հետ պետք է քննարկեմ հենց այս վլոգում, այդպես կշարունակեմ սիրելիներս, պիծյորճկայի խաղալիքները, Պիծյորճկայում խաղալիքներ են նվերտվել զապակուտքի, այսենց սիլիկոնե ֆիգուրաներ է ամեն անգամ, որի մեջ ինչ կա, հիմա արած առեպտորին 6 հատ նվերտվեցի, շատ պետք կսեր, ես 3 հատ ունեին, ես ապուշներին ավելացավ եվս մեկ ապուշ, դարձավ 4 հատ, և այսպիսի ինչ-որ մեջն էլ ծակ, չգիտեմ ես ինչերա, այսպեսի բաներ է եկել, հերթով ծույց տամ ձեզ, Կիտայսկի ինչ-որ չգիտեմ ես ինչերա, տարբերել չեն գոնե միանման են եկել, ես մեկի վրա էլ գրածա, գալյա, գոնե գրած լիներ նելյա, կասեի հա, ես ինչա գրած տեղ, ատմենա, գալյա ատմենա, մի հատ այսպիսի պիսիկ, այստեղ էլ հետևից գրածա Ֆելիքս, բանի այս իրանց ֆիրմանա, իմ շատ սիրելի հարազատներ ջան, դե որ բառը գիտեք որ չեմ սիրում, մի տեսակ սառեցնում եմ մեր միջև կապը,
Մի խոսքով սիրելիներս, այդպես ասեմ միշտ, այդպես եմ ձեզ դիմել, իրոք բոլորիդ էլ շատ սիրում եւ հարգում եմ։ Մի բաժակ սուրճ խմենք, այսքան չարչարանքից հետո, այդքան ծանր վեշերը քաշ տալուց հետո ինձ թվում է ես զասլուժила այն, որ ասում արժանի եմ մեկ գավաթ սուրճի։ Իմ համար սեղան բացեմ, նստեմ, վայելեմ, ձեր համար էլ էսթետիկա նկարահանեմ ուղղակի։ Այդպես կոչված էլի։ Մի խոսքով սիրելիներս, մի բաժակ սուրճ խմեմ, մի երկու էլ, որ ասում հետաքրքիր զրույց անեմ ու էլի աշխատանքի եմ դուրս գալու։ Ես հենց շատ խառը չգիտեմ, ես խի եմ, ես հենց խառն էլ իմ կյանքը օրը, ես հենց 3-4 տեղ աշխատում եմ, դո ձեռ եմ առնում իհարկե 3-4 տեղ ասելով, 2 տեղ աշխատում եմ, դո սալոն եմ վազելով գնում, գալիս գնում մյուս աշխատանքին, տոնդեղ եմ գնում, գալիս հաջորդ օրը միայն սալոնում եմ աշխատում, ես հենց ամբողջ օրը վազքի մեջ եմ։ Սալոնի տարածքում էլ բոլոր շենքի հայատներում այդ շլագբաումներ են դրել, չես կարող մեքենայով մոտիկանաս սալոնին, տանում եմ միտեղ հեռու կանգնացնում, ոտով թանչին տալով հասնում գնում խանութ, ներողություն, սալոն, մի խոսքով էլի, ես հենց շատ խառը վիճակներ, գեղեցիկ սեղան եմ ուզում պատրաստեմ, մի քիչ հայեցի, մի քիչ հայկական շունչ տամ, մի խոսքով շատ հավեսով ես ինքս իմ համար սեղան պատրաստեցի, սուրճ վայելեցի, հիմա մի քիչ սուրճի սեղանի շուրջ ձեզ հետ զրուցենք, հետո նոր տնից դուրս կգամ սիրելիներ ջան, առայժմ վայելեք գեղեցկությունը ու Հայաստանի համերը ոնց որ ասում են։ Էլ ինչ որ մի բան չի երիքում, չէ ոնց որ։ Իհարկե որ, այո, այս և այս։ Тебе нельзя же, а ну-ка марш отсюда։ Այս ամենը ընդամենը մեկ բաժակ սուրճի համար, խնդրեմ, մինչև այսքան սեղանը գցեցի, սուրճը սառավ, սուրճ խմելու ցանկությունն էլ կորավ, բայց ամեն դեպքում սուրճս կխմեմ, իմ սուրճը անուշ լինի, ձեր դիտումը բարի լինի և բոլորիս օրը բարի լինի, բոլորիդ այսպես քաղցրահամ, անուշ, մեծ հնարավորություններով սեղաններ եմ ցանկանում, առավելը լինի։ Սենց համեստ պիսո եմ ցանկանում։ Վայ քո անհամեստ, որտեղ ես նստել արա սալֆետքի վրա տուտուզ դրել իմարը։ Ժողովուրդ խիչեք նայում, չի մոտիկացել սեղանին, մոտիկա նստել ա, բայց չի ուտում ոչ մի բան։ Քան նայեց վրես վերջը մի կտոր տվեցի քաղցր, իրանց քաղցր չի կարելի, լպստիկ ունես իր սովանա մեղք կսա գալիս։ Այլա կիսլատկա նիլիզիա այսյան տղա։ Այ խեղճու կրակ, օր այս իրունս, հետս հավասար իմ պատրուգանա սեղան նստած, վաշ, բոլա չի կարելի, հնենց աշկերով նայես չէի կարա մի կտոր չտամչել լպստի, ես կմերն եմ, այլ այս իրուն, դավայ մրուցը տեսնարած լիով նայինք ես, հլայքան նուրպիկ ուտում, գոնե չի կարում կծի, ենքան նայեց սեղանին, ենքան նայեց, Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, նստել եմ սուրճ վայելեմ, դե գոնե այսպես փորձարկեն, գիտեք որ թվականից ես թութ չեմ կերել։ Այնքան էի կարոտել ես ամեն ինչին, ինչքան է համով։ Չէի ասի մեր Հայաստանի թթի համու քաղցրությունը ունի, որտև խեղճը մինչև հասել աստեղ նայեք ինչ ամուր լավ պտուղներ են, հա այսպես կոչված։ Մինչև հասել հաստե երևի թե խակ են քաղել ոնց էի կարոտել ես բասեք ներքև սալֆետկա այս սևացած մատերին թթից սևան շուրթ հերցել է սաղկապտել այսօր ամենափոքր բայց երազանք էր երազանքներից մեկս իրականացավ Ինչ էլ նույնը ձեզ ցանկանում եմ, նոր ձեր երազանքներից էլ ամենափոքրերից է սկսում ամենամեծ երազանքների ծագումը, ինչպես ասում են, հա։ Այս տարի առաջին անգամ եմ թութ ուտում, ինչպես միշտ ասում են, երբ որ երազանք ես պահում, երբ որ այդ տվյալ միրգ առաջին անգամ ես ուտում, իլի կլինի միրգ բանջարեղեն, մի նյութ գալ բան, էլի այսպես որ ասում ենք առաջին անգամ ուտում Պետք է երազանք պահել, մի հատ լավ ընտիր երազանք եմ պահել, որը 3 փուլ ունի։
Աստվածտա իրական հանածես հետ կկիսվեմ այսօրը կհիշեք այսօր մայիսի 28-ն է։ Եվ մայիսի 28 Հայաստանն անկախացել է այս օրը։ Եվ իմ հիշողությունը ինձ չի խաբում, ասում 1918 թվականին մայիսի 28-ին Սարդարապետի պատերազմից հետո Հայաստանը որպես պետություն անկախացել է, դարձել է Հայաստանի Հանրապետություն։ Алиса, подтверди, пожалуйста, мои слова. В 1918 году, 28 мая, что случилось? Да, 28 мая 1918 года в Тифлисе Армянский национальный совет провозгласил Первую республику Армения. Это день восстановления независимости страны. Հայաստանը կախությունը։ Այնպես որ այսօր մայիսի 28-ն է եւ իմ հիշողության մեջ իմ ուսուցչի Հրաչիկ Ասիլբեկյանի խոսքերը մինչև հիմա հիշում եմ։ Միշտ ասում էր չմոռանաք 15 թիվ ապրիլի 24 եւ 18 թիվ մայիսի 28 15 թվին եղերն ա եղել, ապրիլի 24-ին սկսել ու 18 թվին անկախությունը հաստատվել Սարդարապետի պատերազմից հետո մայիսի 28-ին հենց այդ անկախության օրն ա նշվել։ Հենց հավեսով այս ճոճանակը կնստեի մի քիչ ճոճվի, հենց ժամանակ չունեմ, աշկս սենց բաների վրա մնում, հասարակ այս սենց որ նստես, սպասեք նստեմ, 2 րոպե, վայ մամա ջան, ես ինչ լավ ա, 2 րոպե, կակոյ կայվ, պրոստը, մարդ որ ենքան, վայ առաջի գործիցս դուս եմ եկել, Լիլիթի մոտ եմ, այ նեկրաստովկա եմ, գնում եմ, մեր ռայոն Աբրատնը գնում եմ, մեր ռայոն գործի եմ, գնամ կոնը այսօր մազերս ներկեմ, երեգոնքերս ներկեցի, նկարածս տեսանյութի մեջ եմ տեսել, որ այնքան անհունքերս սպիտակել, որ արդեն երևում է, որ սպիտակա, աչքերս բացարձակ չի տենում մոտիկը, ոչինչ, նոր ակնոցներ են հայտ եկել մի աչկանի, վատ տեսնողների համար, մի աչքով ակնոցը դնում ես, են մի աչկը բացա, ներկեցիր պրծար, եստեղ ես պտտասնում ես, ես մի աչքին մեկել ես մի աչք, շուտով էտ ակնոցն էլ կարնե, ինչ ասեմ ժողովուրդ ջան, տարածք սիրուն ա, գեղեցիկ, մթնոլորտը հաճելի, նենց մեղմ քամի ապչում, ճիշտ ա թևա բաց եմ հագնված, բայց սրտոտ ա եղանակը, ուղղակի ավտոյով եմ դուրս եկել, դրա համար այսպես կիսաթև հագնվեցի, մազերս գզգզված, գինջո արած, այսենց արագ գնամ մի հատ շուշուտ մազերս ներկեմ, ժամը 5-ին էլ մյուս գործի տեղն եմ գործի, ու որ վազելով գնամ գործի մինչև 12:00 գործի եմ, չնայած այսօր որոշել էի ուղիղ եթեր մտնեմ ձեզ հետ, բայց բացարձակ չեմ հասցնում ժողովուրդ ջան, բոլորիդ լավ օր եմ մաղթում, վլոգս դիտեք, հաջորդ վլոգը ավելի բովանդակալից կլինի, բավականին հետաքրքիր վլոգ եմ պատրաստում։ Այսպիսով շարունակեմ ճանապարհս, գնում եմ դեպի տուն եւ իհարկե կպատրաստվեմ, արդեն կգնամ մյուս գործից։ Երեկոյան, եթե հնարավոր լինի, կմիանամ ձեզ եւ կշարունակեմ իմ կյանքը ձեր հետ։ Ուզում եմ մի անգամ եւս ասել, որ իմ բոլոր կադրերը նախ չեն կրկնվում, երկրորդն էլ բոլոր կադրերը բնական են, օրիգինալ եւ իմ կադրերն են, ես եմ նկարահանել։ Ժողովուրդ ջան, մազերս էլ ներկեցի, ունքերս էլ ներկեցի, ինձ հավաքորել եմ, գնում եմ գործի, եղանակը նենց լավն ա, լավ արի հավացվել, հավեսով։ Եվ այսօր արդեն ամսի 31-ն է, կիրակի է ու որոշել ենք գնանք եկեղեցի, բայց այս անգամ գնում ենք մի շատ հետաքրքիր տեղ, որի մասին կպատմեմ ընթացքում։ Մի անգամ եւս բարի լույս սիրելիներս, ուրեմն արդեն ամսի 31-ն է օրը կիրակի եւ ինչպես միշտ մենք որոշել էինք, որ պետք է գնանք եկեղեցի։ Այս անգամ գնացինք ուրեմն ոչ թե եկեղեցի, այլ Մատրոնայի գերեզմանը,
նախ եկեղեցական տոնի օր էր, Սվետոյ Տրոիցա, չգիտեմ ինչ նպատակ ունի այդ տոնը, չեմ հետաքրքրվել, բայց եկեղեցական տոն էր։ Եվ բացի այդ գնացինք, մոմվառեցինք ոնց որ հիշատակ հարգելով, հետո գնացինք մի եկեղեցի, որը կոչվում է Դանիլովսկի մանաստիր, Սվետոյ Դանիլի մանաստիրը, այսինքն ու այդտեղ աշխատում են միայն տղամարդիկ, կոչվում է Մուրսկոյ մանաստիր։ Բոլորը գնում են, մոմ են վառում, աղոթում են, դուրս են գալիս, բայց եկեղեցին կոչվում է Մուրսկոյ, տղամարդու։ Այսինքն աշխատողները միայն տղամարդիկ են, կանայք իրավունք չունեն այնտեղ աշխատեն, էլի չգիտեմ ինչ պատմություն ինչերի հետ է կապված, բայց ասում են շատ հետաքրքիր ու շատ սենց մощն է, հա, մощ ունի, շատ ուժեղ։ Մի խոսքով ինչ որ այ գնացինք այդ եկեղեցին, մոմ վառեցինք եւ աղոթք արեցինք իմ համար եկեղեցիները մի տեսակ ոնց որ գերեզման գնաց ուղղակի մոմ վառես հոգիդ հանգստանա ոնց որ մահացածների համար չգիտեմ ինչի այդ տրամադրությամբ եմ միշտ մտնում եկեղեցի դուրս գալիս բոլորը ինձ կներեն եթե սխալ եմ բայց այդպիսի տպավորություն է միգուցե ինչ որ մի բանի հետ է կապված իմ այդ տրամադրվածությունը այդպես ամենայն դեպս եմ որ ասում բացական էմոցիաները դուրս են գալիս, դրական էմոցիաները ստանում եւ հետ գալիս։ Երևան պլազա։ Իսկ հիմա մի բաժակ սուրճ խմենք եւ շարունակենք մեր ճանապարհը։ Հայկական բան չկա, գրուզինսկի է կանիկուլը։ Գնացինք, հեսա կաթեմ առաջի հարկան, նայեք ես որտե եմ։ Վերջներ։ Ох, извиняюсь. Спорти մտա, извините, пожалуйста. Мы тут այստեղ ուրեմն քայլելով գնում եմ, պատահական նկատեցի, որ հատակը թափանցիկ է, հայելի է, ինչը բոլը սենց անմեղ վախից չգիտես թռա հետ գնացի նորից մի խոսքով անցնում ենք մի բաժակ սուրճ խմենք շփոթված մնացես կաֆեների աթոռների արանքում մի բաժակ սուրճ խմենք ու գնանք տուն արդեն հավեսով որ անցկացրեցինք եղանակներ լավներ շատ Было цветочный рай. А можно ананасик вам отдам, подержите? Покажите еще наш ананас тоже. Купили мы сегодня себе. Ананасик дома покажу, тут не показывай. Ну, смотрите, что еще я нашла, ага. У кого еще есть такие возможности? Фиолетовые розы, блин. Обожаю. Сейчас я тут куплю еще розы фиолетовые. Мой любимый цвет. Потерялся этот экран. Фиолетовый, бирюзовый, оранжевый, зеленый, желтый. Все окрашено, конечно. Еще такие насыщенно синие по 300 рублей. Блин, какие шикарные у вас прям реально ассортимент. Ну, была я тут у вас на днях, не было такой. Это вы новый получили. Да. У меня у дочери день рождения было, я хотела купить особенные цветы. Да, я даже не додумалась, вообще шикарно. Когда-нибудь видели такие розы, таких цветов? Обожаю просто. И они живые, как ни странно, живые цветы. Вот, Элова, им նման sense բույսերի գիր, հիվանդ, չգիտեմ, հələ ինչ եմ արել, ախիրը վերջը ճարեցի ծաղիկներ, բայց ապուշին լոբիս կեսը կերելա, բայց նայեք հլը նայեք, կեսը կերելա, կեսն էլ շատ լավ աճելա։ Հիմարիկ թողնելու ես երկու հատ լոբի աճացնենք ուտենք, թե չէ, ուզում եմ տնականի մի փազ լոբին, ասում են կատուները շատ են սիրում անանասի տերևները կրծեն, հարցրեցի վնասա թե չէ, ասեցին չէ, բայց այստեղից թազա անանասներ ա դուրս գալիս, հենց այսպես արել եմ 1600 ռուբլի, չգիտեմ, խենթանում եմ, մարտի 8-ին կար ուզեցի առնեմ, փոշմանեցի, որ չեմ արել են կարմիրը, առա են էլ կարմիր կանաչ տերևներով Ֆելիսիրան, վախեն մամտածմա որ իսավար ենք խոսան, արա, երես թեկեց, դու ուզում ես ուտես, ես կեզ թույլ չեմ տալիս, ճիշտ եմ անում, բա որ իմանակ մեկ էլ ինչ եմ առել, վարդեր եմ առել, վայ, են ինչ գույն, են ինչ վարդեր մենակ տենակ, նայսա գնալու եմ են էլ ցույց տամ, Էլով այմ նման սենց ծաղիկների հիվանդ գույների համար խելագարվեցի, որ տեսա, ու քանի որ այս անանասն էլ, այս վարդերն էլ իրանց մոտից եմ գնել, 3 հատ սենց պակետ նվեր տվեց, թե ինչա պակետների մեջ, ինչ որ պարաշոկ ա, հատուկ, որ
ծաղիկների ծաղկամանի մեջն ես լցնում, մի պարաշոկը մի հատ ծաղկամանի մեջ ես լցնում, ամեն անգամ ջուրը փոխելուց պետք է մի հատը բացես լցնես, որ ծաղիկները ջրում երկար մնան։ Բերեք փորձենք իրար հետ։ Ասենց ծաղկամանը կնամբերում շուտով այստեղ գեղեցիկ ծաղիկներ կլինեն, հա, պիսիկս։ Կարող է կամ տուն տենաբերամ ես արել իշկա չկա, ես ծաղկամանում տնեմ, գնալու եմ աշխատանքի ես, հա։ Մի հատը բացենք, տեսնենք ես ինչի անման։ Տեսնենք արդյոք ճիշտ է թե չէ։ Չգիտեմ ինչ պարաշոկ է, բայց այսպես լցնում ես, այս թվում է սոդա է երևի մեջը, կարելի է հետո սաստավը կարդալ։ Իմպորտնի անունները գրած չի։ Ծաղիկներս այսպես, չգիտեմ այս ծաղիկները որ տեսա խենթած է այս գույների համար։ Այսինքն, այ, ուզեց փնջի ասեցի պետք չի ինձ ֆիոլետովի բանտիկն էլ հերիք։ Երևի չեմ կարճացնի առայժմ, սենց կտեղադրեմ։ Բայց շատ երկար են այս ծաղկամանի համար, լավ, սենց թող դեմարած մնա, չեմ ուզում շուտ կտրեմ փչացնեմ ծայրերը։ Ու այդպես գեղեցիկ ծաղիկներ, ամբողջ բոյով մեկ։ Մի հոգավորն էլ ծաղկամանների, ծաղիկների կողքից տենը չի գնում։ Ահա, խնդրեմ, սա էլ իմ առօրյան է։ Իմ առօրյան, իմ փիսիկիս հետ միասին, իմ գժուկիս հետ, իմ խելառիս հետ, հերիքա մեջը չույն եմ լցրել։ Ահա, մեր առօրյան, ես ու փիսոն, էսա, սա որ իմ գործի էսա, չգիտես ինչ անես իրա հետ։ Ուրիշ ինչ կարամ ես քո հետ անեմ, ինչ։ Հա, էսի կտանենք, կթափենք, այս երկու հատը զապաստով կմնան այստեղ, սիրուն, դու այստեղից ռադդ կքաշես, իմ սիրունս, իմ գեղեցիկս, իմ քողտրիկս, իմ անուշիկս, պուպուշիկս, անանասն էլ գլխով պտտվում է, բուսասեր իմ փիսիկ, իմ բուսասեր փիսիկ, իմ սիրուն, իմ խոտակեվ փիսիկ, իմ բույսերի արքա, իմ բույսերի արքա, տենում եք ես իսկան, շատ ճաղիկներ ենք սիրում ենք, մենք այսօր մեզ ուրախացրել ենք ենքան որ, հատկապես ես անանասը վերջապես գնեցի մարտի 8-ին էի ուզում գնեի, չկար չէի ճարում, գնացի մարտի 8-ին ֆրֆռացի, ես կարմիր ծաղիկը ճարեցի, բայց նայեք ոնց է կարմիրը գույնը մկվել է արդեն, նայեք կարիճնվյան մա, չգիտեմ սրանց ձևն ասենց թե չէ, բայց սաղ ծաղիկներս ջրելու են արդեն, Էտա լոբիները կեսը կերել է փիսոն, ոչիշ թե գոնե փիսոն թող արածի, բայց ես թող որ երկու հատել է գոնե թողնի մնա կաճեն կերկար են, գնում գալիս ուտում է, քաղցրահամ է երևի թե, մի խոսքով, ես էլ իմ առօրյան այսօրվա օրս, գնամ մի հատ բորշի կեփեմ ու գողովուրդ ջան, բոլորիդ լավ օր եմ աղթում, ես ինձ սիրուն տեսարան աստացվել։ Այսքանով ավարտեցինք մեր հերթական վլոգը, հուսամ որ ձեզ դուր է եկել, դուր կգա եւ շարունակում եք ինձ հետևել, ինչի համար շնորհակալ եմ շատ սիրելիներս։